Հունիսի 6-ից 13-ը Երևանյան հանդիսատեսն ու մայրաքաղաքի հյուրերը Երևանյան միջազգային բալետային փառատոնի ընթացքում հնարավորություն ունեցան վայելելու բարձրաճաշակ արվեստն իր ողջ գունապնակով։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անընդմեջ Թումանյանի անվան զբոսայգում բացօթյա ձևաչափով հազարավոր մարդիկ մասնակից են դառնում բալետային այս բացառիկ իրադարձությանը, որն ի շուրջն է համախմբում այդ օրերին Հայաստան ժամանած աշխարհահռչակ արտիստներին։ Թումանյանի անվան զբոսայգում այս բացօթյա տարածքում մենք միասին վայելելու ենք այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր գերներում։ Եվ այդ արվեստը այժմ այստեղ, Երևանի սրտում, մեր առջև, առանց պատերի, առանց խոչընդոտների, ազատ ու կենդանի։ Այսօրվա երեկոն հատկապես նշանավոր է նաև նրանով, որ Երևանի միջազգային բալետային փառատոնի բացումը տեղի է ունենում Մոսկովյան Բոլշոյ թատրոնի մասնակցությամբ, եւ սա բացառիկ հնարավորություն է Երևանի հանդիսատեսի համար տեսնելու աշխարհի ամենահայտնի բեմերից մեկի արտիստներին մեր քաղաքում։ Եվ թող այս երեկոն դառնա լավ հիշողություն բոլորիս համար։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը։ Բալետային փառատոնի 3-րդ օրը նշանավորվեց Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարինյան թատրոնի յուրահատուկ ներկայացումներով։ Անմասն չմնացին նաև աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սպարտակ եւ Գայանե բալետային ստեղծագործությունները, որոնք ներկայացվեցին Պետերբուրգյան թատրոնի կատարմամբ։ Այս օրերին Երևան ժամանած բալետի առաջատար արտիստները, որոնք պատրաստվում էին իրենց ելույթներին, հասցնում էին բացահայտել երևանյան կոլորիտը։ 30 лет ждала, чтобы приехать в Ереван. Я первый раз в Ереване, и я сейчас остаюсь на несколько дней, чтобы попутешествовать по Армении. И поэтому я выделила для себя это время, чтобы полностью раствориться в вашей культуре. Мне очень приятно. Я вообще, как Армения первый раз. Люди очень добрые, и город очень красивый. Впечатление очень хорошо. Я очень рада быть здесь. Я впервые в Ереване. Мы из Петербурга, это, я всегда считала, лучший город на земле, потому что он очень красивый. Но когда я увидела центр вашего города, я даже подумала, что он может составить конкуренцию Петербургу. Впечатления от города Еревана, конечно, безупречные. Очень нравится, очень богатая здесь культура, очень долгая история. Բոլորիս արչև սենց մեծ ոնց որ փուլ դրված լինի, որ պետք է հաղթահարենք, ինչպես նաև եւ մեծ թատրոնի եւ Մարինյան թատրոնից հետո ներկայանալ շատ լավ։ Եթե չլինեն էմոցիաները այս ներկայացման մեջ, կիսատ կմնա ներկայացումը, քանի որ նրա բաղադրիչ հիմնական մասերից մեկն է։ Հույս ունենք, որ այնքան կարողանանք գեղեցիկ մատուցել մեր այս բավականին ծավալուն աշխատանքը, որ հանդիսատես ամբողջովին վայելի այն, ինչը որ շատ մեծ աշխատանքի շնորհիվ հասել ենք։ Փառատոնը հանդիսավոր կերպով եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Բալետային շաբաթը մեծ ոգևորություն էր առաջացրել երևանցիների ու քաղաքի հյուրերի շրջանում։ Շուրջ 100,000 հանդիսատես 5 օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները։
ամեն հարմար պայման ստեղծված է, որ մարդը բաց երկնքի տակ ծանոթանա բալետին, վայելի։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի երեկո է, ֆանտաստիկ պարզապես։ Մեր ժողովուրդը արժան է դրան։ Արժան է եւ պետք է գան մասնակցեն։ Ուղղակի ապշած եմ այս մակարդակից, որ հասել են օպերան մոդեռն ոճով։ Երկրորդ տարին անընդմեջ մասնակցում եմ, հրաշալի։ Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ։ Ես երազում եմ դառնալ բալերինա։ Շատ ուրախ եմ, նախ ասեմ, որ նման երեկոներ, նման համերգներ են պարգևում մեզ երևանցիներից։ Սիրելի երևանցիներ, այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն է եւ նաեւ ունի հստակ ուղերձ։ Երևանը վերանդառնում է որպես տարածաշրջանի մշակութային առաջատար։ Մենք պարզապես մշակութային կյանքի նոր դիտորդ չենք։ Մենք հավակնում ենք ձևավորել եւ առանձնորդել նոր օրակարգ։ Մեր նպատակը միանշանակ է։ Երևանը այն մշակութային կենտրոնը պետք է լինի, որտեղից սկսվում են ամենակարևոր նախաձեռնությունները եւ որտեղ հավաքվում են լավագույնները։ Շնորհակալություն եմ հայտնում փառատոնի կազմակերպիչներին, միջազգային գործընկերներին, բոլոր աջակիցներին եւ իհարկե ձեզ բոլոր։ Ձեր ներկայությունը, ձեր հավատարմությունը այս միջոցառումներին մեզ ուժ են տալիս մեր հետագա բոլոր նախաձեռնությունների համար։ Եվ ուրեմն կեցցե բարձր արվեստը, կեցցե Երևանը։